Սիրելի հայրենակիցներ, մենք Նոր հուն է մտնում Փաշինյանի նախաձեռնած գործընթացը, որը նա եկեղեցու բարենորոգում է կոչում։ Հայ առաքելական եկեղեցու 489 քահանաների մի մասը տասնյակներ միացել է վարչապետի ու 10 եպիսկոպոսների հրապարակած ճանապարհային քարտեզին, որը պահանջում է նաև վեհափառի հրաժարականը։ Փաշինյանն ուղիղ եթերում ողջունում գոտեպնդում է իր թելադրած օրակարգին միացած քահանաներին։ Ուզում եմ իմանալ, որ ցանկացած հարց, որ ձեր հարցն է, իմ հարցն է։ Հայ հոգևորականին հովանավոր պետք չէ։ Արագածոտնի թեմի Տեր Փարեն քահանա Առաքելյանը համոզված է, բարենորոգման անվան տակ եկեղեցին պառակտելու հերթական փորձն է։ Ես ինքս չէի ուզի, որ որևէ աշխարհիկ մարդ ինձ հովանավոր կանգներ։ Դրանով ես կկորցնեի իմ ազատությունը։ Եվ ումից է պաշտպանում տվյալ անձը մեզ։ Մեր վեհափառ հայրապետից, մեր եպիսկոպոսներից, սրբազան հայրերից, մեր եկեղեցու հավատացյալներից, մեր հոտից։ Ինչն է ստիպել կամ նպաստել միանալու տիրադավ պիտակը ստացածների հայտարարությանը փորձեցինք ճշտել Հարապկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանից։ Մեզ ասաց նախ Կճոյանի առաջնորդած թեմին տեղյակ պահենք, որ ուզում ենք զրուցել իր հետ։ Արարատյան հայրապետական թեմից սակայն պատասխանեցին, թե քահանաները հայտարարությունից դուրս ասելիք չունեն, խոսել չեն ցանկանում։ Մինչև սա կպարզվեր, Տեր Պարթևն աննկատ հեռացավ տարածքից։ Մեղմ ասած սխալ եք գործում, քահանա եղբայրներին է դիմում Տեր Փարենը։ Եկեղեցին բարեկարգման կարիք չունի, սակավաթիվ խնդիրները ներսում են լուծվում։ Ասում է, հետևաբար ներողություն խնդրել ու մայր եկեղեցի վերադառնալն է միակ ճանապարհը։ Եկեղեցին այն տեղը չէ, որտեղ շարժում պետք է սկսեն։ Եկեղեցին Աստծո տունն է, եկեղեցում աղոթք պիտի անեն, եկեղեցում ուխտագնացություն պիտի անեն, եկեղեցում 24 եւ ավել ժամեր պիտի հոգ տանեն մարդկանց հոգու փրկության համար եւ ոչ թե այդ ժամերը մսխեն դուրս գալու մայր եկեղեցու դեմ, որը որևէ տեղ չի տանելու։ Սպառնալիքից մինչև ամենաբարձր պարգևատրում հոգևորականին չպիտի կտրի մայր եկեղեցուց, ասում է Տեր Փարենը, որ չգիտի ինչը կարող է ստիպել իր հոգևոր եղբայրներին դուրս գալ եկեղեցու ու վեհափառի դեմ։ Մի կողմում բաժանումն է եւ քաոսը, մյուս կողմում հավատարմությունն է եւ հոգևոր անդորը։ Ընտրեք այս երկու կողմերից ընտրեք։ Ընտրության առջև ենք հիմա կանգնած հոգևոր անդոր եւ հավատարմություն կամ անհավատարմություն եւ քաոս։ Ո՞նց է կատարում դուք այս հրամանը։ Քաոսի դեմ ամիսներ առաջ ընդվզած կարճ ժամանակ անց հակառակ ճամբար անցած Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատված է Մասյացոտնի թեմակալ առաջնորդի պաշտոնից, հայտնել է մայր աթոռը։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել հոգեշնորհ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանը։ Սահմանադրությամբ եկեղեցու գործերին միջամտելու իրավունք չունեցող երկրի ղեկավարը արձագանքել է, թե Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ թեմակալ առաջնորդ։ Փաշինյանը պնդում է, Գարեգին երկրորդի որոշումները չեն ընդունում։ Ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու, եկեղեցու քաղաքականությամբ զբաղվելու մասին։ Եկեղեցին պետք է լինի այն տարածքը, որտեղ մարդիկ դադարում են լինել ընդդիմադիր կամ պրո-կառավարական, որտեղ նույնիսկ ամենասուր քաղաքական հակառակորդները եկեղեցու տարածքում, հայաստանյան առաքելական եկեղեցու տարածքում մի կողմ են դնում իրենց հակասությունները եւ կարող են կողք-կողքի լինել մեր ազգային եկեղեցական տոների ժամանակ, կողք-կողքի մասնակցել պատարագի, կողք-կողքի աղոթք հղել առ Աստված։ Այս օրերին եկեղեցականներին իր շուրջ համախմբելու փորձանող վարչապետը եզրափակում է, թե այդպես է պատկերացնում հայ առաքելական եկեղեցու առնչությունը հանրային կյանքին։ Հերմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։